Բարև Ֆակտոր TV հյուրը հանուն հավասար իրավունքներ հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրամյանն է, բարև Տիկին Աբրամյան։ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմից սկսենք, մենք հայաստանյան վերջին իրադարձությունից անպայման խոսելու ենք, բայց սա մի պատերազմ է, որի վերջը ամեն դեպքում այս պայդրությամբ չի ընթանում եւ սա մի պատերազմ է, որ տեղի ունենում անմիջապես մեր սահմանին, ամենակարևոր հարցերից մեկը ասես սահմանափակված կմնա այս երկու երկրների միջև այս պատերազմը, թե տարածաշրջանային ավելի մեծ բախման ռիսկեր եք տեսնում, հատկապես որ Թրամփը լսում է, ասում է երկու շաբաթ կա որոշելու արդյոք Միացյալ Նահանգները կխառնվի թե չէ, իսկ այդ երկու շաբաթվա ընթացքում Իրանը պետք է ամերիկյան վերջնագիրը ընդունի, ընդհանրապես չունենալ ատոմային ծրագիր, ինչ եք դուք տեսնում, ինչ ռիսկեր կա։ Սա իրականում մեր ամենամեծ մտավախություններից մեկն էր, որը թերևս կանխատեսվում էր եւ բոլորս հույս ունեինք, որ չի լինի, բայց ստացվեց, որ անխուսափելի էր, հատկապես եթե հաշվի առնենք, թե Թրամփի քաղաքականությունը, հաշվի առնենք Նեթանյահուի ամբողջ այդ հակաժողովրդավար եւ մեծ հաշվով նաեւ հանցագործ արդեն իսկ գործունեությունը եւ այլն, այսինքն այս համատեքստում թերևս իսկապես երևի անխուսափելի էր արդեն այս սցենարը։ Երբ նայում ենք եւ ես ամենօրյա կտրվածքով եւ ամենժամյա երևի կտրվածքով անդադ ուսումնասիրում եմ հնարավոր բոլոր միջազգային մեդիաների եւ փորձագետների դիտարկումները, կարծիքները, հիմնականում մոտեցումը այն է, որ թերևս մնալու է լոկալ, բայց այդ լոկալը դա հենց իրենք դիտարկում են մերձավոր արևելքի լոկալության տեսանկյունից, մինչդեռ մեր տարածաշրջանը կամ Հայաստանը որպես այդպեսին այդ լոկալի մեջ է ավելի շատ մտնում, այսինքն բացի այն, որ եթե անգամ Աստված մի արասցե ուղիղ մեր սահմանին որպես այդպեսին ռազմական գործողություններ տեղի չունենան, հետևանքները սկսած միգրացիոն հոսքերից, ռադիացիոն ֆոնի բարձրացումից եւ այլ, սրանք բոլորը ուղիղ ազդելու են Հայաստանի վրա, ել չեմ ասում էկոնոմիկ խնդիրներ, տնտեսական խնդիրներ եւ այլն։ Այստեղ մի հնարավոր զարգացում է, որ իսկապես կարող է ծայրահեղ վատ լինել, դա իհարկե ԱՄՆ-ի ուղիղ ներգրավվածությունն է, որովհետև 2 օր առաջվա հանդիպումից հետո Թրամփի ներքին շրջանակներում եւ CNN-ը տարբեր այդպես աղբյուրների հղումանելով ասում էր, որ ըստ էության հաստատված է ուղիղ հարձակման եւ այդ կործանիչների տրամադրման, Իսրայելին տրամադրման որոշումը, բայց այդ որոշման իրագործման պահը եւ ընթացքը եւ ժամանակահատվածը դեռևս որոշված չէ։ Թերևս հենց սա նկատի ուներ կոնկրետացնենք նաեւ հեռուստադիտողի համար, դրանք արդեն միջուկային օբյեկտները խորքում, դրանք այո, ստորգետնյա միջուկային օբյեկտները խոցելու հատուկ կործանիչներն են, որը ունի ԱՄՆ-ն եւ որի ձեռքբերման մասով Իսրայելը վերջին 1 տարին անընդհատ եւ հնարավոր այդպես բոլոր ջանքերը լոբիստական նաեւ իրենց ջանքերը ներդնում էին ստանալու համար եւ չէին ստանում սա թերևս հենց սա էր նաեւ այդ հիմնական մեր որոշակի կանխատեսման այդպես լավատեսության որոշակի հիմքը, որ չի գնա Իսրայելը հարձակման, բայց փաստացի անգամ առանց դրա տեղային հարձակման միջոցներով Իսրայելը ինչ որ գործողությունների գնաց, բայց կարծես այնուամենայնիվ նաև իրենք Իրանի կողմից այս մասշտաբի արձագանք թերևս չէին սպասում եւ վերջին 1-2 օրերի ընթացքում որոշ վերանայումներ հենց նաև, այսինքն գոնե այս մասին են խոսում եւ իսրայելական եւ ամերիկյան տարբեր եւ նաեւ բրիտանական տարբեր լրատվամիջոցներ, որ Իսրայելում եւս ներսում քննարկումներ են ծավալված։ Իմիջիալոց դա պիտի ասեմ նաեւ, որ հենց մեր մեդիաներում կամ սոցիալական ցանցերում հենց այսօր տարածվեց մի տեսանյութ, որտեղ իբրև Իսրայելի ներքին գործերի նախարարի վրա այդ այսպես բանավեճ է տեղի ունենում ընդդիմության ներկայացուցչի կողմից, որ
տեսեք դուք ինչու ընդհանրապես սադրեցիք Իրանին եւ այլ եւ արձագանքը այն էր ըստ այդ տեղեկատվության, որ դե մենք չէինք հաշվարկել Իրանի արձագանքը, բայց ես մի փոքր fact check անելուց հասկացա, որ դա շատ հին տեսանյութ է, 2022 թվականի տեսանյութ է եւ չի համապատասխանում իրականությանը, այսինքն այդ հիմա իհարկե շատ այդպես կեղծ լուրեր կշրջանառվեն, որ Իրանի ներսում արդեն իսկ կա բողոք եւ այլ, այսինքն հանրության շրջանում գուցե կլինի արդեն բողոք, բայց դեռևս այդ մասշտաբի չի եւ այո ինչ որ քննարկումներ տեղի ունենում։ Տեսեք, եթե նայենք քարտեզին, Հարավային Կովկասի եւ Հայաստանի Հանրապետությունը կարծես մի կղզյակ է, որտեղ չկա ռազմական ակտիվ գործողություն։ Եթե հաշվի չառնենք սահմանային գրակոչները, որ այսօր էլ Հայաստանի բնան հրապարակեց Ադրբեջանի կողմից ներքին հանդիողությամբ, վերևում Վրաստանից Ռուսաստան, Ուկրաինա սարսափելի պատերազմն է, հարավում Իրան, որը ըստ էության մեզ տալիս է դուրս գալու, աշխարհ դուրս գալու ելքերից մեկը։ Վրաստանում տեսնում ենք խնդիրներ են առաջանում կոնյակի տարբեր ապրանքների հետ կապված եւ այս ֆոնին Փաշինյանը Թուրքիայում է։ Արդյոք սա իրատեսական շանս կարելի է դիտարկել ընդհանրապես Թուրքիայի ուղղությամբ աշխատանքը ապավելու երրորդ ուղի, ինչքան էլ դա ասես ոչ հայրենասիրական հնչի, ինչքան էլ դավաճանական եւ թրքասիրական հնչի այս օրերում, բայց եթե այս երկու ուղղություններով մենք ունենում ենք ավելի լուրջ խնդիրներ, ուղղակի շրջափակումը պատրաստ է, Աստված մի արած է, հա, ընդ որում շրջափակումը ապրանքների արտահանման օրինակ, հա, խնդիրներ ունենալ։ Ինչ եք դուք տեսնում այս բաղով։ Շատ իրականում բարդ իրավիճակ է եւ Հայաստանի մանևրելու նաեւ հնարավորությունը շրջանակը չափազանց սահմանափակ է, այսինքն հիմա մենք այսօր նաեւ լսեցինք Օվերչուկի այդպես որոշակի այդպես սպառնալիքները, որ մենք իրենց դիրքից էլ նաեւ իրենց բիզնես շահերը պետք է պաշտպանեն, իսկ դա նշանակում է Լարսի որոշակի սահմանափակումներ եւ այլ եւ այլ։ Եւ ասում են, որ կարող է շրջափակման ավիափոխադրումները Հայաստանի հետ, եթե ԵՄ մտնեք։ Դա իհարկե հեռանկարի մասով էր, բայց այն որ իրենց կողմից շրջափակմանը նպաստելուն գործողություններ կարվեն եւ չեն ուշան այդ գործողությունները, որևէ կերպ վստահ չեն կարող լինել։ Այս ամբողջ համատեքստում, հատկապես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործողությունների համատեքստում Թուրքիայի հետ աշխատանքը իսկապես ոչ թե կարևոր է, ոչ թե էգզիստենցիալ է եւ այլ, թերևս ուղղակի այլընտրանք չունի։ Որքան էլ այո, էմոցիոնալ տեսանկյունից մենք այդտեղ խնդիր ունենք չհաղթահարված, ունենք մտավախություններ, որ Թուրքիան կարող է ինչ-որ նախապայմաններ դնել եւ այլ, երեք Ալիևի հետ հանդիպումը, ընդ որում երբ թուրքական մամուլն ենք նայում, որոշակի մոնիտորինգ ենք անում, տեսնում ենք, որ շատ այդպես հապշտապ հանդիպում է ըստ էության նախատեսվել, որովհետև անգամ շատերը այնտեղ ասում էին, որ չկարորակարգ sense մի կերպ այդ թաղամասի բացումը օրակարգ բերեցին, շատ արագ կարողացել են այդպես աշխատանքները կիսատ ինչ որ ավարտուն տեսքի բերել, որպեսզի կարողանան գոնե այդ հանդիպման համար կամ Ալիևին Հայաստանի վարչապետին ընդունելուց առաջ Ալիևի նկատմամբ այդպես որոշակի խոնարհման ակցիա իրականացնել եւ դա շատ հատկանշական էր, ես իմ էջում էլ գրել էի, որ բացի այն, որ ելույթի ընթացքում բնականաբար Ալիևը խոսեց Արցախյան պատերազմի մասին, դա եւ Թուրքիայի նաեւ շնորհակալություն հայտնելով ներգրավման, աջակցության համար եւ հենց այդ ժամանակ այդ խոսքի վրա ամբողջը, որը այդպես կարմիրով ամբողջությամբ պատված էր, որովհետեւ դրոշների սարսափելի այդպես թուրքական ընդհանրապես Թուրքիայում եթե եղել է տեսել եք հաստատ թե դրոշների ինչ ծավալ է, ամենուր է իրենց դրոշապաշտությունը չափազանց մեծ է եւ հենց այդ ժամանակ այդ խոսքի վրա ամբողջից մեկը գոռում է Ղարաբաղը նվաճողը, հա, եւ Ալիևը այդ
շատ այդպես հպարտորեն դա ընդունում է որպես այո իր հիմնական կոչումը, դրան հաջորդում է նաև Էրդողանի ելույթը, որը շատ այդպես ընդհանուր առմամբ իհարկե նաև էլի շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին, որովհետև երկրաշարժի այդ աղետի գոտին վերականգնելու տեսանկյունից բավական աջակցություն էր տվել եւ ավարտում է եզրափակիչ իր խոսքը, ավարտում է տվյալ քաղաքից բանաստեղծությամբ, որը ձոնված էր իր Էրդողանի խոսքերն են մեջբերում Խոջալուի կոտորածներին։ Սրանք բոլորովին պատահական չեն, հա, այսինքն երկրաշարժի գոտին վերականգնելու այդ ամբողջ համատեքստում ինչու են հանկարծ հիշում Խոջալուն, հա, այսինքն որևէ կերպ առնչություն չուներ, միայն մեկ առնչություն, որը այդպես մատուցվեց, որ տվյալ բանաստեղծը այդ քաղաքից էր։ Վստահ եմ շատ այլ բաներ կարող էին հիշել այդ քաղաքից, բայց հենց Խոջալուն է մեջբերում եւ սա ուղերձ է ընդառաջ վարչապետի այցին, որ որքան էլ այո հիմա որոշակի շահ ունի Թուրքիան սահման բացելու, որքան էլ Թուրքիայի տնտեսական շահը հատկապես իսկապես համընկնում է որոշակիորեն Հայաստանի շահի հետ, այսինքն այստեղ մենք իսկապես ունենք որոշակի համընկնում, միևնույն է իր եղբայրը Ադրբեջանն է եւ Ադրբեջանի շահերը իր համար գերակա են։ Այսինքն հիմա մտքում ունենանք այս հիմնական մոտեցումը, որը եւ դա անխախտ է, եւս մեկ անգամ սա ի ցույց դրվեց հենց վարչապետի այցից մեկ օր առաջ, սա ասում եմ նորից բոլորովին պատահական չէր, սա շատ լավ մտածված էր, որպեսզի եւս մեկ անգամ ասվի, որ այո, կարող են իրավիճակներ ստեղծվել տարածաշրջանում, որ մեր շահերը համընկնեն, հատկապես այս իրավիճակում, երբ Ադրբեջան-Իսրայել, նաև որոշակի դաշնակցային հարաբերություններ կան եւ այլ, բայց որոնք հակասում են Թուրքիայի շահին, բայց միևնույն է, անգամ այդ հակասություններով մենք չունենանք այն իլյուզիաները, որ այնտեղ կարող է այդպես շատ լուրջ բախում տեղի ունենալ եւ մեր շահը գերակա դառնա։ Բայց անգամ այս պայմաններում խոսել Թուրքիայի հետ եւ հարաբերությունների կառուցման, հա, այստեղ ջերմացման մասին, մտերմացման մասին, շատ հաճախ ասում են բարեկամանալ եւ այլ, սրանք բացարձակ տեղին չեն։ Այստեղ խոսքը բացառապես որոշակի գործակցության հնարավորությունն է, սահմանի բացում, տնտեսական ինչ-որ հարաբերություններ եւ այլ, սրանք բացառապես դրանց մասին են։ Անգամ այս պայմաններում սա չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Այստեղ մեկ հարց է ինձ համար մի փոքր մտահոգիչ, որովհետեւ վերջին 1-2 ամիսների ընթացքում տարբեր հանդիպումներում, տարբեր համաժողովներին, նաև որոշակի էքսպերտային այդպես հանդիպումներում զգացել եմ թուրք էքսպերտների, ընդ որում բավական բարձրակարգ քաղաքական գործիչների, այդ թվում նաև ընդդիմադիր գործիչների հետ տարբեր քննարկումներում հասկացել եմ, որ այնուամենայնիվ իրենք Հայաստանի ակտիվ նախաձեռնողականությունը գնահատում են որպես խնդրանք եւ որքան մենք էլ ավելի նախաձեռնողականություն ենք ցուցաբերում, այնքան իրենք բարձրացնում են գինը դրա։ Ճանապարհ եւ սահման բացելու գինը շատ ավելի բարձրացնում են, քան այդ գինը իրականում առկա է։ Այսինքն այս դեպքում ես մի փոքր կփոխեի կամ կչափավորեի մեր նախաձեռնողականությունը եւ այդ առումով այդ նախաձեռնողականությունը կտանեի մեկ այլ ուղղությամբ, օրինակ ավելի շատ եւ ավելի ինտենսիվ աշխատելով օրինակ Եվրամիության գործընկերների հետ, որպեսզի այնտեղից լիներ ավելի շատ ճնշումներ, իսկ ինչու եմ շեշտում Եվրամիություն, որովհետեւ այս պահին այդ գործիքը որպես այդպեսին ավելի շատ հենց Եվրամիությունը ունի։ Ինչու, որովհետև Եվրամիություն Թուրքիա մաքսային միության այդ ամբողջ ընթացակարգը եւ համաձայնագրությունը
համաձայնագրերը, որոնց հիման վրա այդ բոլոր գործընթացները տեղի են ունենում, բավական հնացած է եւ հենց նույն էքսպերտներն են շեշտում, որ իրենք կարիք ունեն Եվրամիության հետ այդ համաձայնագրի, մաքսային միության համաձայնագրի վերանայման եւ շատ կետերի վերափոխման, այդ թվում նաեւ GSP+ եւ այլն, այսինքն այդ բոլոր տնտեսական տարբեր համակարգերում ել ավելի առավելություններ ստանալու տեսանկյունից։ Հիմա այս տեսանկյունից Եվրամիության համար սա կարող է լինել գործիք, հա, դա որպես նախապայման օգտագործելու։ Հատկապես եթե Հայաստանը պաշտոնապես օրենք է ընդունել ԵՄ-ին անդամակցելու, այսինքն այո, այսինքն այս առումով որոշակի չափաբաժնի, հա, շատ նուրբ չափաբաժնի խնդիր կա, որովհետև երբ մենք անընդհատ ինչ-որ նախաձեռնողականությամբ ենք հանդես գալիս սահմանը բացելու կամ ինչ-որ ծրագրեր իրականացնելու առումով, իրենք ընկալում են, որ ուրեմն դա մեզ համար այնքան կենսական խնդիր է, որ այդ կենսական խնդիրը իրականացնելու համար դե այս մի նախապայմանն էլ արա, մյուս նախապայման եւ այլ եւ այլը։ Այս տեսանկյունից ես շատ վստահ չեմ, որ նույն այս այցը տալու է արդյունքը, որը մենք իսկապես ուզում ենք, եւ ոչ հակառակը։ Շատ լավ։ Տիկին Աբրամյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուղղությամբ կենտրոնացած են շատ ուժեր, եւ դրական իմաստով, եւ բացասական իմաստով։ Ասենք ամերիկյան կողմը տասնամյակներ շարունակ ուզեցել է, որ այս հարաբերությունները կարգավորվեն, բարձ հաշվարկ, հա, Ռուսաստանի ազդեցությունը կարող է նվազել, եթե Հայաստանը կիսաշրջափակումից դուրս գա եւ ասենք վերանա ընդհանրապես օրինակ ռուսական ռազմաբազայի գոյության իմաստը, եթե հարաբերությունները կարգավորվում են, մեծ փրկիչներ պիտի որ պետք չգան, հա։ Կա հայկական սփյուռք, որը մի քիչ ավելի այսպես ռազմահայրենասիրական տոների մեջ է եղել, ասենք, քանի դեռ ցեղասպանություն չեն ճանաչել, չբացեք սահմանը եւ այլն, չգնաք նորմալացման եւ սա ավելի սրված էր Սերժ Սարգսյանի ժամանակ այս ռետորաբանություն եւ բողոքի ակցիան ենք տեսել։ Մի խոսքով բոլոր ուժերը, Ադրբեջան, որը չի ուզում Թուրքիան որևէ քայլի գնա Հայաստանի ուղղությամբ, նույն Վրաստանը, որը չէր ուզենա, որ Թուրքիան որտեղ այդ մենաշնորհից կզրկվի։ Այո, կորցներ, այսպես ասենք, Թուրքիային որպես իր տարածքով անցնող բեռներ տեղափոխող, բայց կա Ռուսաստան, որի պրոպագանդիստները այս մի քանի օրվա ընթացքում, ասենք Սոլովյովը, Փաշինյանը, երբ որ հայհոյում եւ վիրավորում էր, կոչում էր Թուրքոլ, հա, այսինքն Նիկոլ եւ Թուրք, հասկանալով, որ Հայաստանում, պես ասենք, թուրք բառը, չգիտեմ ինչի, տարբեր քաղաքական ուժեր հայհոյանք են դարձել, ինչը շատ վատ է, ինքն էլ այնտեղից սեղմում է, հա, այդ ռետորաբանությունը։ Սրան միացավ ինչ որ Արեշև վերլուծաբան եւ միացավ Իշխան Սաղաթելյանը Հույդայից, ասելով, որ Նիկոլը գնում է ըստ էության սա նկատի ունեն, այսպես ասենք, հեծազգայնացում են տան թուրքերին։ Այս թուրքական բանը, էլի, նյարդը ինչու է անընդհատ սեղմվում, երբ որ փաստերն այն մասին չեն, որ իրապես հեծը վերցնում են եւ տան թուրք են, դա ուղղակի պնդում է, ուղղակի կասկած է կամ չգիտեմ ինչ է, էլի։ Այս գործոն հատկապես դա այսպես ռուսական եւ պրոռուսական շրջանակներից է մեջտեղ վերվում, ինչու։ Ինչուի համար մի քանի իհարկե պատճառներ կան եւ ընդ որում սրանք ոչ միայն կապված են Հայաստանի հետ եւ Հայաստան-Թուրքիա որևէ հարաբերությունների որևէ մակարդակի կարգավորման հետ, այլ նաեւ կապված են հենց Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ եւ ընդհանրապես տարածաշրջանում դերակատարների եւ ընդհանրապես նաեւ մեր ամբողջ այս տարածաշրջանում, շատ լայն տարածաշրջանում, այդ թվում նաեւ Մերձավոր Արևելքում ուժերի դերաբաշխման եւ դերակատարման փոփոխության հետ, ընդ որում այստեղ նաեւ կարեւոր դերակատարում ունի Սիրիայում տեղի ունեցածը։ Հիմա փորձենք գոնե երկու սցենարը, երկու հարցը դիտարկել, նախ պիտի շեշտեմ, որ բացի Արեշև եւ Կիսիլով եւ այդ ամբողջ այդ արդեն իսկ կարծես թե օգտագործված եւ մի փոքր նաեւ մաշված դերակատարներից հիմա նաեւ գոնե երկու օր առաջ բավական այդպես լուրջ պարբերական the insider պարբերականը, որը հենց կիբերհանցագործությունների հետաքննություններ է իրականացնում, նաեւ տարբեր կոռուպցիոն հետաքննություններ եւ այլը շատ հետաքրքիր մի նյութ հրապարակեց ներկայացնելով եւ ընդ որում փաստերով ամբողջությամբ ներկայացնելով, որ
վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական մատրյոշկա այդ կիբեր բոթերը, հա, այսինքն կիբեր գործիքները բավական լուրջ թիրախավորել են Հայաստանը եւ Հայաստանի վարչապետին։ Ընդ որում այնտեղ հստակ թեմաներն էր նաև նշված, թե ինչ հիմնական թեմաներով են կեղծ լուրեր հրապարակել, նաև վիդեոներ սարքել, այդ վիդեոները վիդեոների համար օգտագործելով բնականաբար արհեստական բանականությունը եւ այլ եւ այլը։ Եվ էլի թուրքական համատեքստ կար, չէ՞։ Եվ էլի թուրքական համատեքստ կար, սա հասկանալի է, որովհետեւ այդ համատեքստը միշտ շատ ավելի զգայուն է Հայաստանի հասարակությունը ընդունում։ Շատ բնական է, այսինքն իրենք շատ լավ գիտեն մեր զգայունությունները, մեր հոգեբանական խնդիրները, մեր էմոցիոնալ այդ նուրբ լարերը, այսինքն եթե օրինակ նախկինում 10 տարի առաջ, 15 տարի առաջ հիմնական ռուսական այդ կեղծ նարատիվը հենվում էր կեղծ լուրերի վրա, որ այ հեսա էս Եվրոպան գալու է ձեր ավանդական արժեքները, ընտանեկան արժեքները ավիրելու է եւ քանդելու է ձեր ընտանիքները եւ այլ, հիմա դա չի աշխատում, արդեն մարդիկ հասկացել են, որ դա այն հիմնական կեղծ նարատիվն է, հիմա արդեն բնականաբար այդ անվտանգային զգայունության վրա են խաղում, նաեւ մեր հոգեբանական չհաղթահարված ցավերի վրա, որովհետև քանի դեռ ներողությունը եւ քանի դեռ ոճիրը ընդունված չէ ոճրագործի կողմից, որևէ կերպ այդ հոգեբանական այդպես ամոքման process մենք չենք ունենալու որպես հասարակություն, հա, այսինքն մենք որպես հանրային այդպես մեր հոգեբանությունը այդ առումով ցեղասպանության ցավը որևէ կերպ դեռևս չի մարսել կամ չի ամոքել եւ այդ այո եւ սեղմում են այդ վերքի վրա կարգավորման եթե ձեզ ցեղասպանում սա մի հարց է որ այսինքն սա այն հիմնական գործիքն է որով աշխատում են բայց մյուս խնդիրը տնտեսական է, այո, որևէ կերպ բնականաբար չեն ուզի, որ սահմանը բացվի, այդ սահման բացվելը նշանակում է նաև, որ Թուրքիան որոշակի կաջակցի, որովհետև իր համար սահմանը բացելը նշանակում է նաև պետք է ունենա ճանապարհ դեպի դուրս, իսկ այդ ճանապարհը բնականաբար նաև նշանակում է, որ Սյունիքում այդ ճանապարհն, այսինքն կոմունիկացիաներն են ամբողջությամբ բացվում, ինչը Ռուսաստանի համար բնականաբար խնդիր է, որովհետև այդ վերահսկողությունը ճանապարհի ինքն էր ուզում ստանձնել եւ ռուսական զորքերի ճակատագրի հարց կա, ռուսական զորքերի ճակատագիրը ի վերջո դա կարծում եմ դա այդքան պատճառ չի կարող լինել, այսինքն եթե մենք ներքին պայմանավորվածությամբ ունենանք որոշակի այդպես համաձայնություն, որ այնուամենայնիվ զորքերը մնում են, որտեղ զորքերը մեծ հաշվով երբևէ Թուրքիայից մեզ պաշտպանելու համար չեն եւ դա մենք բոլորս ենք իմացել, ռուսներն մեզնից ավելի լավ են իմացել, հասկանալի է դա։ Բայց մյուս պատճառը շատ ավելի գլոբալ է։ Մյուս պատճառը իհարկե կապված է Թուրքիայի դերակատարման բարձրացմամբ։ Եվ դա արդեն տեսանելի էր Սիրիայում, երբ Փայլուն մեծ հաշվով իրենց տեսանկյունից, հա, Փայլուն գործողությունը իրականացվեց հենց Թուրքիայի ձեռամբ եւ ազդեցությունը եւ Իրանին Ռուսաստանին այնտեղից դուրս բերելով եւ հիմա փաստացի Իրանի դերակատարման նաև կշռի եւ նաև իրապես տնտեսական ու ռազմական թուլացման տեսանկյունից Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում էապես մեծանում Եվ Թուրքիան հիմա այն դիրքում է, որ կարծես այդպես կողքից կողք քաշված եւ հնարավորինս չեզոք մնալով դիտարկում է թե երկու հզորները եւ մեծ հաշվով իր համար ոչ ուղիղ ախոյաններ, բայց իր համար իր դերակատարման տեսանկյունից իրեն խոչընդոտող երկու պետությունները ոնց են միմյանց թույլատրում։ Ոնց էլ ավարտվի իշահ ոնց ավարտվի իշահ իրեն է ավարտվելու, որտեղ Ռուսաստանը մեծ հաշվով մեկ այլ պատերազմի մեջ է շատ լուրջ խրված եւ արդեն իսկ թույլացած անգամ եթե բոլոր իր պայմանները ի կատարածվեն, հա, այսինքն պատերազմը ավարտվի այնպես ինչպես ինքն է ուզում, իսկ կարծես դրա նախադրյալները գոնե ամերիկյան աջակցությամբ առկա են, միևնույն է թուլացած է, Իրանը էլ ավելի վատ վիճակում է, անգամ եթե Իսրայելն էլ էլի
հաղթող, այսպես ասած, դուրս գա այս իրավիճակից, միևնույնն է, էլի թույլատրած է ռազմական տեսանկյունից, հա, որովհետև ահռելի կորուստներ են եւ ահռելի նաեւ ծախսեր, պատերազմի ինքնին ծախսը սարսափել, այսինքն այս առումով Թուրքիային բոլոր տարբերակները ձեռնտու են։ Եվ նաեւ այս համատեքստում, երբ հասկանում ենք, երբ տեսնում եմ նաեւ մեր քաղաքական դաշտում այդ քննադատությունները, բա ինչու գնաց վարչապետը կամ հայհոյանք, այո, Թուրքիա, ես հասկանում եմ, որ մենք ռացիոնալ չենք պատկերացնում տարածաշրջանում զարգացումները, որովհետև ռացիոնալ եւ ռեալ պոլիտիկի դիրքերից, երբ դրանք քննարկում ենք, մենք հասկանում ենք, որ առաջիկայում Թուրքիայի դերակատարումը այս տարածաշրջանում էական է լինելու եւ մենք չենք կարող եւ անգամ եթե մենք դիրքավորվում ենք այդպես գնում ենք դեպի Ռուսաստան եւ այսպես ասած ֆորպոստ ենք նորից վերադառնում կամ շարունակում ենք մնալ, չգիտեմ, քննարկման հարց է։ Միևնույն է այս դեպքում Թուրքիայի Ռուսաստանը մեզ չի պաշտպանելու, այսինքն միևնույն է այս դեպքում մենք պետք է խոսենք։ Բան Քոչարներ այս թեզը առաջ քաշում եւ նա կրողն է այս գաղափարի Ռուսաստան Իրան աղեղի վրա կառուցենք Թուրքիային դիմակայելու մեր մարտավարությունը, այսինքն աղեղի մյուս ծայրը Ուկրաինայում է պատերազմի մեջ, այն մյուս ծայրը Իսրայելի, այսինքն այդ աղեղը վառվում է երկու կողմից եւ չգիտենք ոնց է ավարտվելու։ Եվ այդ աղեղը ուղղակի չկա, դա է նաեւ խնդիր, այսինքն այդ աղեղը չկա, դու ինչ որ օթում անհասկանալի շարժումներ կարող ես անել։ Սիրիայից ոնց է տեղի ունենում աղեղի, այսպես ասենք, արկայության դեպքում, այսինքն իսկապես նման դիտարկումները ցույց են տալիս, որ մեր քաղաքական միտքը կամ գոյություն չունի, կամ դեռևս, այո, դեռևս մնացել է մինչ սիրիական պատերազմը։ Ես երևի անընդհատ պարբերաբար եմ սա շեշտում, Սիրիայում պատերազմից հետո մեր արտաքին քաղաքականության ամենամեծ խնդիրներից մեկն է եղել, որ մենք շարունակել ենք մնալ այն համոզման, որ դեռևս ստատուս քվոն, այդ թվում նաև Արցախի հարցում ստատուս քվոն շարունակելու է լինել։ Եվ այնտեղ է նաև մեր ամենամեծ սխալներից մեկը 2011-ից ի վեր մենք պիտի այդ ստատուս քվոն մենք ինքներս փոխելու ջանք գործադրած լինեինք, որպեսզի այսօրը չընկնեինք։ Շատ լավ, այս ամենի ֆոնին դուք ինչպես եք գնահատում ներհայաստանյան process-ները, ոչ պատահական գործարար, Ռուսիայի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորված է, կա աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների միջև եկեք բանավեճ կոչենք, այնտեղ շատ ցավոք բանավեճ չի, որտեղ լավ կլիներ, որ բանավեճ լիներ, բայց չի։ Եկեք մեր հեռուստադիտողին հարգենք եւ չասենք, թե ինչ է դա։ Այո։ Այդ դուք ինչպես եք ընկալում, ես չեմ ուզում նկարագրել այն ինչ որ վերջին օրերին տեղի է ունենում, այն ինչպես եք դուք գնահատում, բոլորին հայտնի է։ Սա ինչ է։ Սա իրականում ցավալի է շատ եւ կարծում եմ սա մեր պետության ամենամեծ խնդիրներից մեկն է, երբ մենք պետության չէ, այս դեպքում ավելի շատ երևի իշխանության, երբ շատ ավելի առաջնային հարցերը կամ հարցերի խնդիրների առաջնահերթության ճիշտ գնահատում թերևս չի արվում։ Գուցե ունեն ինֆորմացիա եւ այդ տեսանկյունից գնահատումը այդպես է արվում, որը մենք չունենք, բայց այսինքն այս մի disclaimer-ը որպես այդպեսին կարող եմ կարծում եմ պետք է անել, բայց իրապես պետություն հոգևոր դաշտ եւ այս երկու ինստիտուտների միջև փոխհարաբերությունները պիտի ինչ-որ չափի, ինչ-որ ձևով հստակեցվեին, հա, որովհետև այդ սահմանը արդեն անցել էին անցած տարի, այդ սահմանը անցել էին 2000, եթե չեմ սխալվում, 22 թվականին, երբ հայտարարություն եղավ, թե 21 թվականին, այսինքն այս տեսանկյունից հոգևոր կամ հոգևոր դասը արդեն խախտել էր որպես այդպիսին սահմանը, բայց մյուս կողմից դա չպետք է լիներ այս բառապաշարով, չպետք է լիներ որևէ կերպ, չպետք է լիներ օրինակ կուսակրոնության թեմայով, որովհետև այնտեղ շատ ավելի լուրջ հարցեր կան մեծ հաշվով եւ այն հարցերը, որոնք պետությանը այո պիտի հուզեին, սկսած նրանից, որ նաև կոռուպցիոն խնդիրներ բազմաթիվ կան, վերջացրած նրանից, որ տարբեր ինչպես նաև
հայտարարվում է պարբերաբար աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինչ որ հարաբերություններ կան, որը չի կարող պետությունից անջատ լինել եւ այլ եւ այլ, այսինքն սրանք հարցեր են, որոնք այո պիտի բարձրացվեր, բայց ոչ որևէ կերպ այս բառապաշարով, ոչ այս մոտեցմամբ եւ այո պիտի լիներ բանավեճ, մինչդեռ բանավեճ չի եւ ցավոք բանավեճ չի եւ ցավում եմ, որ այս երկու ինստիտուտները միմյանց դեմ այսպիսի ոչ որակյալ բանավեճ ծավալելով երկուսն էլ միմյանց ոչնչացնում են եւ սա իսկապես մեզ համար ողբերգություն է, բայց հատկապես հաշվի առնելով այն ծայրահեղ իրավիճակը, որ մեր պետությունն է եւ տարածաշրջանն է ընդհանրապես եւ այն սպառնալիքները, որ որևէ կերպ չեն կարող բացառել, որ Ադրբեջանը կարող է օգտվել առիթից, իսկ իր համար սա սպասված առիթ էր։ Անշուշտ կարող ենք հասկանալ, որ զսպող որոշակի մեխանիզմներ կան, որովհետև միայն բնականաբար Սյունիքի ճանապարհը բացելը կամ ինչպես Ալիևն է ասում, Զանգեզուրի միջանցքը վերցնելը միայն Իրանը չէր, որ դրան հակազդում էր, այլ նաև Եվրամիությունը, նաև ԱՄՆ դերակատարումը ահռելի է, այդ թվում նաև հենց 3 Եվրամիության դեսպանները շատ այդպես խորհրդանշական այց կատարեցին հենց Սյունիք, ցույց տալով, որ իրենք այնտեղ են եւ այս տարածքը իհարկե այցը այդպես բաներ շատ հստակ նաև ծրագրեր բացելու եւ Սյունիքին դիմակայունության ծրագիրը հենց բացելու դա կարևոր է, երբ որ Սյունիքը թիրախավորում է որպես դիմակայունության այո, հենց այսքան ծրագրի հենց անունն էլ այդպես էր, հա, Սյունիքի դիմակայունություն, որովհետև այնտեղ ոչ միայն սոցիալական ծրագրեր են, կրթական ահռելի ծրագրեր էին իրականացվել, այլ նաև հենց էկոնոմիկ տնտեսական ծրագրեր էին իրականացվել եւ միջանցքի հետ կապված եւ Եմենը տալիս օրինակ եւ այնտեղ նաև էներգետիկ տարբեր աղբյուրներ ստանալու, հա, արևային էներգիայի կայաններ բացվել եւ այլ եւ այլ։ Այսինքն այս տեսանկյունից ԵՄ-ի դերակատարումը եւս բավական մեծ է, բայց մյուս կողմից երբևէ մենք ունենք հարևաններ եւ թշնամի, որի քայլերի adekvatությունը հաշվարկելը բավական դժվար է։ Հատկապես երբ երեք օրինակ նույն այդ տեսանյութում տեսնում էինք, թե ինչպիսի էմոցիոնալ այդպես պարծանքեր ապրում Ալիևը, երբ իրեն ասում էին Ղարաբաղը նվաճողը հիմա, ասինքն որևէ կերպ չեն կարող բացառել, որ կարող է այդպես մտքին ունենալ, որ մի օր էլ իրեն ասելու են Զանգեզուրը նվաճողը եւ այլ, այսինքն այս առումով չեն կարող սա բացառել եւ այս համատեքստում ընկնել այս բավական ճղճի քննարկումների մեջ, որքան էլ ասում եմ իրականում կա խնդիր պետություն եւ հոգեվոր ինստիտուտ երկու շատ կարեւոր եւ մեզ համար էգզիստենցիալ ինքնությունների միջև, բայց այս հարցերը այսպես չեն լուծվում, այս հարցերը լուծելու համար լուսավորչական շրջանից կամ գուցե 16-րդ դարի փոփոխություններից ի վեր այս բոլոր հարցերը քննարկման արդեն ձևեր են ունեցել, հա, այսինքն մոտեցումներ են ունեցել եւ այսպես չէ, որ պետք է այս խնդիրները լուծվեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Գայանե Աբրամյանին։